Այսօր չցուցադրվեց «Վերջին զանգը» հեռուստասերիալի հերթական սերիան։ Պատճառը ապրիլի 30-ին հայաստանյան շոու բիզնեսի սիրահարները հավաքվելու են էկրանների առաջ մեծ սպասումով դիտելու տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը «Խազեր 2025» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և որը ցուցադրվելու է Արմենիա հեռուստաընկերությամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն ավանդական դարձած շքեղությամբ՝ համախմբելով տարվա ամենահաջողակ, ճանաչված ու սիրված երգիչներին, խմբերին, հեղինակներին, ինչպես նաև գործիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն հայկական երաժշտության զարգացման ու տարածման գործում։ Այս միջոցառումն այս տարի էլ բացառություն չէ, այն խոստանում է լինել գունեղ, հագեցած և աննախադեպ լարված թե մասնակիցների, թե հանդիսատեսի համար։ Ճաշակով բեմը, հատուկ պատրաստված երաժշտական համարը, փայլուն հագուստները, անակնկալ ելույթներն ու իհարկե գլխավոր մրցանակների հանձնման պահերը դարձնում են այս երեկոն մի իսկական մշակութային տոն նվիրված հայկական երգարվեստին։ Ինչու այսօր չցուցադրվեց «Վերջին զանգը» հեռուստասերիալը։ Մինչ հազարավոր հեռուստադիտողներ սպասում էին «Վերջին զանգը» հեռուստասերիալի հերթական լարված և շատ սպասված սերիային, հայտնի դարձավ, որ այն այսօր եթերում չի լինի։ Այս տեղեկությունն անակնկալի բերեց շատերին, հատկապես այն բանից հետո, երբ վերջին անոնսներն ընդգծում էին, որ սյուժեն հասել է ամենալարված ու կտրուկ շրջադարձերին։ Սակայն պարզվեց, որ «Վերջին զանգի» բացակայության պատճառն իր մեջ շատ ավելի լայն ու մշակութային նշանակություն ունի։ Այսօր Արմենիա հեռուստաընկերության եթերը տրամադրել է հենց «Խազեր» մրցանակաբաշխությանը, որը մեծ իրադարձություն է հայկական շոու բիզնեսի օրացույցում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հեռուստատեսությունը ոչ միայն շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել սերիալների միջոցով, այլև խթանում է մշակութային կյանքի ակտիվ ընթացքը, ընձեռելով հնարավորություն հանդիսատեսին վայելելու ինչպես գեղարվեստական պատմություններ, այնպես էլ իրական շոուներ և մշակութային իրադարձություններ։ Թեև «Վերջին զանգի» այսօրվա բացակայությունը հիասթափեցրել է սերիալի բազմաթիվ երկրպագուներին, միևնույն ժամանակ այն ավելացրել է սպասման լարվածությունը, հատկապես երբ սյուժեն մոտենում է իր ամենադրամատիկ հանգուցալուծումներին։ Հենրիի ու Անգելինայի ճակատագրական հարաբերությունները, գաղտնիքների բացահայտումները, Միքայելի սուտը, Վիկտորիայի խոստովանությունները։ Բոլորը սպասում են, թե ինչի կհանգի այս թեժ դրաման։ Եվ հենց այդ պատճառով էլ վաղվա սերիան խոստանում է լինել ոչ միայն շարունակություն, այլ գագաթնակետ բեմադրական առումով։ Այսպիսով, ապրիլի 30-ը դարձել է ոչ միայն երաժշտության, այլև մեծ սպասումների օր։ «Խազերը» մեկ գիշերվա ընթացքում կպարգևատրի արժանավորներին, իսկ հաջորդ օրը «Վերջին զանգի» հերոսները կփորձեն գտնել իրենց ճշմարտությունը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը նկարահանման հրապարակից և իհարկե, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների և իհարկե շոու բիզնեսյան անցուդարձի մասին, որը շատ հետաքրքիր է։ Միացեք մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել ձեր կարծիքները հեռուստասերիալի մասին, հեռուստասերիալում նկարահանվող դերասանների, կերպարների մասին և իհարկե գրեք, թե որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ ամենաինտրիգային սերիաները դեռ առջևում են, իսկ հեռուստադիտողներին նոր անակնկալներ են սպասվում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե երբ վերջապես կվերադառնա Սոսն ու կմիանա հեռուստասերիալի դերասանական կազմին։ Նշենք, որ այդ օրերը շատ մոտ են, քանի որ քիչ առաջ Էմմա Մկրտչյանը ևս հայտնեց, որ Լիլիթի կերպարը վերադառնում է։ Իսկ թե ինչպես է վերադառնում, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ արդեն հետաքրքիր կադրերը հայտնվել են համացանցում, այնպես որ մնացել են հաշված օրեր Սոսի կերպարը սերիալ վերադառնալու համար։ Իսկ մինչ այդ Սոսը որդուն խնդրում է, որպեսզի հանկարծ ոչ մի պարագայում չվստահի պապիկին, քանի որ Սոսն ինքն էլ գիտի, որ Բագրատն այնքան էլ վստահելի չէ և ցանկացած պահի, երբ իրեն հարմար լինի, Սոսին էլ Արամին էլ հենց մեջքից կհարվածի, բայց քանի որ հիմա նրանցից ունի ֆինանսական օգուտ, որևէ կերպ նրանց չի վնասի։ Իսկ Շախունցների ընտանիքը նոր ստերի
շեմին է կանգնած։ Միքայելը ստում է Աննային, Աննան հայտնվում է հոգեբանական ծանր վիճակում ու Միքայելին ասում, որ եթե մեծացրել էր Հենրիին, ինչու չէր կարող նաև Անգելինային մեծացնել, և նրան ասում է, որ եթե Անգելինան իր դուստրն էր, ապա նա պետք է բերեր ու նա մեծ սիրով կմեծացներ ինչպես Հենրիին, բայց Միքայելը շատ լավ գիտի, թե որտեղ է թաքնված այս ամենի բանալին։ Անգելինան ոչ թե Միքայելի, այլ Աննայի դուստրն է, իսկ թե ինչպես է այդ ամենը բացահայտվելու և արդյոք դա բացահայտվելու է Սոսի վերադարձից հետո, կիմանաք շատ շուտով, իսկ Հենրիին նոր ու ճակատագրական պահեր են սպասվում։ Միացեք միասին բացահայտելու այս ինտրիգային գաղտնիքները, որոնք լինելու են շոկային հեռուստադիտողի համար։ Սեմը կորցրել է իր աշխատանքը և իր վրեժն էլ ավելի է թեժանում, բայց Մերին հանդիպում է արդեն Արամի հետ, հավանաբար Արամը կփորձի նրան հետ պահել, սակայն Սեմը կհայտնվի Բագրատի թակարդում, ինչպես կօգտագործի Բագրատը Սեմին և արդյոք Սեմը իր մեջ ուժ կգտնի դուրս գալու Բագրատի իրավազորության տակից, կիմանաք շուտով։